Որոշման 25-ամյակը պիտի շատ մեծ երևույթ լիներ և պիտի առանձնահատուկ ուշադրության արժանանար Հայաստանն էլ, որքանով որ Հայաստանը այդքանով անդրադառնում է իր մեծագույն տոնին, մեծագույն տոն, որովհետև ի տարբերություն օրինակ անկախության կամ սահմանադրության ընդունման կամ ազգային բանակի ընդունման, ինքնորոշման տոնը մի տոն է, որը մշտապես գործող, մշտապես մեզ ուղեկցող սկզբունքի նկատմամբ նաև ազանքի դրսևորման չափն է ցույց տալիս, որովհետև չլինի ինքնորոշում, մյուս բոլոր իրավունքները, եթե չլինի ազգային ինքնորոշում, մյուս բոլոր իրավունքները անհրաժեշտ են, ազգը մշտապես պետք է օժտված լինի իրավունքով։ Իհարկե, նման պարագաներում խոսում ես ձեռքբերումների մասին և մանավանդ տոնական մթնոլորտը և շատ քիչ բացթողումների մասին, ես կարծում եմ, որ մեր մեծագույն ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ մենք ազգովի տեսանք, որ կան հարցեր, որոնք լուծելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլ կարող ենք մեր հավաքական դիրքորոշումն արտահայտել։ Գիտությունը, քաղաքական անվերաբնությունը, այս սեպտեմբերի 21-ը կոչել անկախության օր, որովհետև հայ ժողովուրդը ունեցել է անկախության օր, անկախության օրը մայիսի 28-ն է եղել, 1919 թվականին Հայաստանի խորհրդարանը որոշել է, որ մայիսի 28-ը պետք է նշվի որպես անկախության օր, և այդ ավանդույթով մենք 1988 թվականին կազմակերպել ենք եռագույնի վերածնունդը, այո, մեր կազմակերպությունն է կազմակերպել դա, դրա համար եմ ասում ենք, որովհետև մենք ունենք արմատներ և այդ արմատներից կտրվել չէինք ուզում։ Այսօր անկախության հանրաքվեն կոչել անկախության օր, դա կրկնում եմ տգիտություն է առնվազն, որովհետև դրանից մի տարի առաջ էլ ընդունված էր անկախության հռչակագիր։ Իրականում 91 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը իր վերաբերմունքն արտահայտեց դրանից մեկ տարի առաջ ընդունված անկախության հռչակագրի նկատմամբ, բնականաբար 94%-ը մեծ թիվ է։ Ես մեծագույն ձեռքբերում համարում եմ այն, որ մենք արդեն ունենք ավանդույթ, որ ազգին վերաբերող հարցերը կարող են լուծել ազգային ինքնորոշման միջոցով։ Դա արմատավորված և արդեն կայացած իրողություն է։ Դրանից հետո ևս մի քանի անգամ ինքնորոշման գործողություններ եղան, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով, մասնավորապես վերջին անկախության ընթացքում վերջին հանրաքվեն, որը վերաբերում էր սահմանադրության գիտական ամենաստույգ տվյալներով, այդ հանրաքվեի արդյունքները եղել են 70% դեմ սահմանադրական ճակերտավոր փոփոխություններին և միայն 30-ը կողմ։ Բայց այսօր դա մեզ ներկայացվում որպես սահմանադրություն, սա մեր մեծագույն բացթողումներից մեկն է։ Ուրեմն եթե սեպտեմբերի 21-ը ինքնին մեծագույն ձեռքբերում էր և ազգային ինքնորոշման հավաքականորեն ազգի կամքը արտահայտելու հնարավորության կիրառում էր կյանքում, ապա վերջին այդ կիրառումը մի ամենաբացասական քայլ էր մեր պատմության համար։ Այսօր ես հրաշքով հանկարծ ինձ համար բացահայտեցի, որ դա ուղղված է նաև մեր արմատապես քաղաքական կյանքը փոխելու հնարավորության դեմ, որովհետև եթե ժողովուրդը իր կողմից ընտրում է առաջնորդ, որը այսօր արդեն բացառվում է, նրանք ժողովրդին փոխարինելու են գալիս տարբեր ճանապարհներով պարլամենտական դարձած ուժերը, եթե ժողովուրդը իսկապես կունենա պատասխանատու առաջնորդ, դա կարող է լինել նաև Սաակաշվիլու պես մեկը, ապա նա կարող է արմատապես բարեփոխել իր կյանքը, որպեսզի այդ հնարավորությունից հայ ժողովուրդը զրկվի, կատարեցին այսպես կոչված մետադիմական քայլը, որովհետև խորհրդարանական հանրապետությունը ինքնին բացասական երևույթ է։ Այսօր մեզ համար շատ ծանր է, որ անկախության հանրաքվեի 25-ամյակին մենք գնում ենք ազգային ինքնորոշում միավորման 5 անդամներից 3-ի բանտում գտնվելու իրողությամբ։ Կարո Եվրոկյանը ազգային ինքնորոշում միավորման հիմնական պատասխանատուներից մեկը, որ Նյու Յորքի մասնաճյուղի ղեկավարն էր այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում անկախություն բառարկելված էր, այսօր բանտում է լրատվություն տարածելու մեղադրանքով։ Կամ Մեհեր Մազմանյանը Սյունիքի աշխարհազորի մեր երիտասարդներից 92 թվականին վիրավորվել է կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը, պայքարելով այլ մեկ այլ ծրագրի համար ազատագրված տարածքները բնակեցնելու։ Այնտեղ Այնովան 5-ի նախկին գյուղապետ դեդ, որ ասում են, նա էլ հին հայմական է եղել։ Ես համար արտարոց է, եթե նա Սասնա ծռերից էր, դեռ հասկանալի է, ապա Կարո Եղնուկյանը և Մեհեր Մազմանյանը, որ այսօր բանտում են, ի տարբերություն ժառանգության մարդկանց, որ բռնեցին երկու-երեք օր երկու-օրից բաց թողեցին։ Հենց հայմականներին կարծես հատուկ խորհրդանշելով
տոնի հետ իրենց չգիտեմ բացասական գործեր տալով որ իրենք տոնել ոչ մի կապ չունեն։ Մենք կարող ենք վերաբերյալ հայտարարություն արել ենք։ Մի ուրիշ կարևոր փաստ կա 1976 թվականին Ուկրաինայի հայտնի դեմքն է, ամենասիրված դեմքը Ուկրաինայում, բանաստեղծ Վասիլստուսը, այդ մահից գա Ուկրաինայի ազգային հերոս, դարձավ ազգային միացյալ կուսակցության անդամ հայկական, այսինքն անկախության հանրաքվեի համար պայքարող։ Մենք դիմել ենք Հայաստանի իշխանություններին, որ Վասիլստուսին նաև Հայաստանի ազգային հերոսի կոչում տան, որովհետև երբ Վասիլստուսը իրեն ազդարարեց ազգային միացյալ կուսակցության անդամ, նրա օրինակին հետևեցին այլ ազգերի, նախ ուկրաինացի, 30 ուկրաինացիներ, հայտնի դեմքեր քաղաքական, և այնպիսի դեմքեր, ինչպես Էդիկ Կուզնեցով, օրինակ, Միխայիլ Խեյֆեց, իրենց ազդարարեցին հայկական անկախական կազմակերպության անդամ։ Իդեպ այս 25-ամյակի առիթով շատ կարևոր էր, որ Հայաստանի իշխանությունները աշխարհում մեկ մատուցեին, որ հայ ժողովուրդը քաղաքական մեծագույն ներդրում է կատարել։ Հայաստանի թշնամիները հաճախ ասում են, հայերը հիմնական ուժն էին սովետական միությունը քայքայելու հարցում, դրա համար հայերին մենք պիտի պատժենք։ Դրանք ձևականորեն չեն ասում։ Կայսու օպերացիան, երկրաշարժը, այսօր Հայաստանի վիճակը, այդ բոլորը ռուսական իմպերիալիստական ուժերի Հայաստանում պատժելու ցանկությունն է, հատկապես այն պատճառով, որ հայերը այդպիսի մեծ դերակատարություն են ունեցել։ Բայց Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ անել չեն ուզում, որովհետև ազգայինը, միջազգայինը, քաղաքակրթականը նրանց կարող է խանգարել իրենց հետագա ծառայությունները իրենց ներերին կատարելու։ Հիմնական մարտահրավերներ եք տեսնում այսօր Հայաստանի սպառնալիքներ, որոնք կան հայկական ոչ չկան Հայաստանի անկախության համար։ Շնորհակալություն, ես գինավորվում եմ դուք հստակ գիտեք, այդ ամենը հիմնական մարտահրավերը այսօր Հայաստանի ինքնիշխանության սպառնացող վտանգն է։ Եվ այդ ինքնիշխանության սպառնացող վտանգը սկիզբ է առնում քաղաքացիների իրավունքների ոտնահարումից։ Քաղաքացիները զրկված են խոսքի ազատության իրավունքից, քաղաքացիները զրկված են ազատ կամ արտահայտության, ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորությունից, եւ այս բոլորը ի վերջո հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության թուլացմանը կամ վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Եվ շատ խորհրդանշական է, որ աշխարհի բոլոր ազգերը, գրեթե բոլոր ազգերը առաջընթաց են ապրում, բացի Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող ճակերտավոր սերտ հարաբերությունների իրականում Ռուսաստանի կողմից ստրկացված ազգերի մոտ։ Մի բան կա, որ մեր քաղաքացիները պիտի հասկանան։ Եթե դու նավ ես պատրաստում, այդ նավը պիտի ծովով նավարկի։ Եթե դու ուզում ես ազատ ու անկախ Հայաստան, այդ նավն է ուզում, այդ նավը նավարկելու միայն մի տեղ ունի քաղաքակիրթ աշխարհը։ Եվրոպական միություն, ՆԱՏՕ, արևմտյան երկրներ։ Հայաստանի բռնի սահմանազատումը այդ երկրներից, քաղաքակիրթ աշխարհից միայն հետին նպատակ կարող է հետապնդել սովետական միությունից, ռուսական կայսրությունից ազատագրված բոլոր ազգերը համագործակցում են կամ արդեն անդամ են կամ սերտորեն համագործակցում են արևմուտքի հետ։ Մենք արհեստականորեն Մոսկվայի գործակալների կամքով զրկված ենք այդ հնարավորությունից։